Հատուկ ուղերձ ունեմ Նիկոլ Փաշինյանի եւ նրա այսպես կոչված պաշտպանության նախարարի համար։ Հանկարծ փորձեք փոխել թեման։ Ես անհերքելի փաստերով ցույց եմ տվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ ադրբեջանական զինված ուժերն իրականացնում են իրենց դիրքերի բարելավման, ամրացման աշխատանքներ, որ այն տարածքներում, որոնք պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, իրենց դիրքերի միջև կառուցում են ճանապարհներ, բարելավում են ռազմական կոմունիկացիաները, ներխուժումով կառուցել են նոր դիրք, լուսանկարներից էլ ակնհայտ է, որ դա մարտական հերթապահություն կրող դիրք է, դրանով ամեն օր վտանգի են ենթարկում մեր զինծառայողների կյանքն ու առողջությունը։ Լրացուցիչ թիրախիտակ են վերցրել մեր խաղաղ բնակչությանը, ընդլայնել են Վարդենից համայնքի նկատմամբ վերահսկողության սահմանները։ Իրենց դիրքերի բարելավման ու ամրացման աշխատանքներ են կատարում նաև Ջերմուկ համայնքի տարածքում։ Եվ այս ամենը ես հիմնավորել եմ արբանյակային լուսանկարներով, ընդ որում խոսքը գնում է երկու արբանյակի մասին, մեկը չինական, մյուսը ֆրանսիական։ Սրանց հիման վրա է ձևավորվում նաև Google քարտեզը։ Մենք ունենք դետալային բոլոր տվյալները՝ լայնություն եւ երկայնություն, կոորդինատային տվյալներ, լուսանկարներն անգամ արվել են օրվա այնպիսի ժամերի, որ հնարավոր լինի ապահովել առավելագույն տեսանելիություն, որ անգամ անպամացությունը չխանգարի։ Լուսանկարներն արվել են այնպես, որ ապահովվի դրանց ուղիղ դիրքը արբանյակների նկատմամբ։ Եվ մի քանի ամիս տևած մեր այս ուսումնասիրությունից հետո ակնհայտ փաստ է, որ դուք այս ամենը թաքցրել եք մեր ժողովրդից։ Ես հասկանում եմ, որ չափազանց բարդ է առերեսվել իրականությանը, այն էլ այս անհերքելի փաստերով, եւ հետո սեփական շահերի համար դրանք վաճառել մեր ժողովրդին։ Ուրեմն դուք կամ ձեր փաստերով, կոնկրետ փաստարկներով ապացուցում եք ձեր մեղադրանքը եւ ցույց եք տալիս, որ մենք ճիշտ չենք, կամ դուք պարտավոր եք ներկայացնել մանրամասն բացատրություններ, թե ինչու է գրեթե 1 տարի այս ամենը թաքցրել մեր ժողովրդից։ Այնմիջալոց, պարոն Փաշինյան, եթե դուք ուզում եք ինձ պատասխանել, ապա տղամարդ եղեք եւ արեք դա անձամբ։ Եվ մի արեք դա ձեզ շրջապատող մի խումբ անկարողների միջոցով։ Չէ՞ որ դուք գերագույն գլխավոր հրամանատար եք, այդպես չի։ Նաև ես վերջնականապես հասկացա, թե ինչու դուք հրաժարվեցիք ինձ հետ բանավեճից։ Ինձ համար ակնհայտ է, որ դուք շատ քիչ եք հասկանում այս ամենից։ Եվ այն քիչն էլ, որ հասկանում եք, սխալ է։